Հարգելի սիրելի ժողովուրդ, այսօր եկել եմ ձեր հետ հանդիպելու, ձեզ լսելու։ Խնդիրը, պրոբլեմը ոչ թե կաբինետում նստած ծրագիր են կազմում, իմ հիմնական խնդիրը, որ ժողովրդին լսելն է, իր դարդու ցավ իմանալն է։ Եթե մենք գործ ենք կատարում, արդյունավետ լինի, ու դուք դա տեսնելով, կարդալով զգաք, որ դա ձեր մասին է, ձեզ է վերաբերվում, որտեղ այսօր հարկավոր է անպայման մարդու խնդրին լուծում տալ, որ մարդը կարողանա զգա, որ իր մասին մտածող կա, հնարություն տվող կա, ինչ հարց ունեք, տվեք, անկեղծ ձեզ կպատասխանեմ։ Եթե դուք կասեք ավելի լավ բան, ուրեմն այդ ձեր ասածը մենք կընդգրկենք ծրագրում եւ անպայման կարդալուց կտեսնեք, որ դա ձեր ասածը ընդգրկված է այդ հարցի մեջ։ Ինչ հարցեր ունեք։ Ուզում ենք, որ միշտ ձեզ տենանք առողջ եւ մեր ազգի կողքը կայնացնենք։ Հետ ենք ուզում։ 25 տարի է բոլորդ էլ տեսել եք, որ ես ցանկացած ոլորտ, դա կլինի արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, գյուղացի, խաղաղորդ, մշակող, արտադրող, փոքր ու միջին բիզնես, միշտ էլ իրենց կողքին եմ։ Միշտ էլ ցանկացել եմ օգտակար լինեմ։ Հարևանը հարևանի հետ չի խոսում, բարեկամը բարեկամի հետ չի խոսում։ Իմ սիրտը ցավում է, ես երկրի մարդ եմ, ինչ կարել եմ իմ երկրում, ես ուզում եմ, որ իմ երեխեն, իմ թոռը ապահով երկրում հպարտ խեղճացած չլինի, մեջքը ծուր չլինի։ Երբ որ մենք մեջք ուղենք, ամբողջ աշխարհը մեզ կգնահատի ու կհարգի։ Արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ 5 նախարարություն սարքել են մի նախարար։ Հայ եղբայր ջան, մի մարդը մի նախարարությունով չի կարա լիարժեք զբաղվել։ Հիմա գյուղնախարարությունը փակել են։ Լավ, գյուղացին այսօր մենք ունենք 480,000 հեկտար հող, որ մարդիկ մշակում են։ Գյուղացին ում է գնալու դիմի, որ սիլիտրա չունի, պարարտանյութ չունի, վարելիք չունի, էս չունի, մեխան չունի, ում պետք է դիմի, ոչ մեկին։ Է մարդիկ նստած վարկի տակ, վարկը պետք է ստանա, չի կարողանում ապահովի, հողը պետք է թողի կամ չի մշակում։ Պետք է լինի ոնց է կարգը, եթե մենք խաղաղորդների հետ զբաղվում ենք, գարունը գալիս է, մարդ ունի մի հեկտար խաղող, հասնում է այսքան պարարտանյութ այսօր դեղորյակ այսքան շպալ, ես հանձնարարել եմ տվեք։ Աշունը կհավաքի խաղա, կբերի կփակի, ինքը այդ գումար դուրս կգանք։ Պետությունը կարա հաշվարկի գյուղացունի մի հեկտար հող, ծորեն է ցանում, ծորեն ցանելու համար վարի ցանի սերմով 100-120,000 դրամ է։ 120,000 մի հեկտարը, 2 հեկտարա տրամադրում է, մարդ հավաքեց, բերք հավաքեց, աշնան 40% իր գումարը հանձնում է, այդ մարդն կարող է իր հողը մշակի ապրի։ Չլուծվող խնդիր չկա աշխարհում։ Հարկավոր է ճիշտ մասնագետներ, ցանկություն, մարդը, որ մասնագետ լինի, գործ իրականացնի։ Ինձ 100 տեղ ասում են, պարոն Ծառուկյան ջան, մենք գյուղով կանգնենք կողքը, գյուղ կանգնի, գերանք կոտրի։ Այո, ցանկացած, եթե դուք իրար հետ միասնական լինեք, ինչ ուզեք, ձեր գյուղի համար կլինի։ Մենք ձեր կողքն ենք ամենայն դեպս, պարոն Ծառուկյան։ Ես ձեր ցավը տանեմ, ես էլ ձեր կողքն եմ, բայց Ծառուկյանին պետք է հնարավորություն տաք, եղբայր, որ լիարժեք իրականացնենք։ Չկա այդպիսի մի բան, ձեր մեկնած լինեմ, ցանկանամ անեմ, կառուցեմ, որ ամենալավը լինի, չկա այդպես բան, որ եղած չլինի։ Պետք է մտածես, ինչ կարանք անենք, ինչի պահանջարկ կա, մեր երկիրը ինչ ունի։ Դրա հիման վրա սառնարային տնտեսություն դնեն, ես որով արդեն 50 դրել եմ, որ այսօր մարդը բերք հավաքում է, մի շաբաթվա մեջ բարձրագինը, մի շաբաթ հետո ընկավ 1800, 600, 400, 200։ Եղբայր ջան, սառնարաններ թող կառուցեն, 10,000, 20,000, 50,000 տոննա մի քանի հատ։ Առաջ երկրորդ սորտերը թող անձնեն, ուպակով կանեն, նոյեմբեր, դեկտեմբեր, մինչև մայիս 1-ին 5 կարան վաճառեն, ժողովուրդն էլ կազդի իր գումարը կվերցնի։ Հարկավոր է 2 մեծ պետական ծրագիր իրականացնել ներդրումային, որ մարդիկ կարողանան լիարժեք աշխատանք լինի։ Եթե այսօր անհատ մարդը կարա միլիարդ ունենա, պետությունը եղբայր, պետություն, դու հասկանում ես ինչ է։ Պետք է 100 միլիարդ ունենա, կարողանա թոշակել բարձրացնի, աշխատավարձել, նվերել տա, պարգևատրումել տա, պետք է ճիշտ աշխատացվի, շահույթը շատ լինի։ Այսօր մեր մոտ տնտեսական աճ 1% եթե եղավ 25 միլիարդ է։ Համատեղ պետքա Չինաստանի հետ, Ամերիկայի հետ, հանքը մերն է, ունեցվածքը մերն է, իր տեխնոլոգիան դիր, պահանջարկը կա վաճառի։ Այսօր մենք պետք է կամուրջ լինենք, ամեն տեղից ոչ մեկի հետ թշնամի պետք է չլինենք, զարգացնենք, հարստացնենք մեր ժողովրդին, որ թոշակներ բարձրանա, աշխատավարձներ բարձրանա, առողջապահությունն էլ ձերի լինի, գույքարկ, մնացած գումարներն էլ կարողանա պետությունը վերցնի իր վրա, ոնց որ մյուս երկրներում կա։ Ժողովուրդը լավ չապրեց, քու պետությունը հզոր չի կարող լինել։
Ժողովուրդը հարուստ է, պետությունը հարուստ է։ Ոչ թե պետ պատվեր պետք է լինի, պետք է անվճար լինի։ Պետ պատվեր գնում ես հերթագրվելու, ասում են մի ամիս հետո արի։ Մի ամիս հետո գնում ասում ես էլ հերթ չկա։ Կամ ասում են այս հիվանդությունը պետ պատվերի մեջ չկա։ Եվ ավելի լավ է սա հիմնական դրեք, այս հիվանդանոցը անվճար է, ցանկացողները կարան գնան, թող ցես ճոխերն էլ մասնավորը սարքի, գնան ընդ վճարովի լինի։ Բոյնիները որ սարքել են, մարդը 100,000 տալիս է տանում այնտեղ մորթում են փողը տալիս է նորից բերում է տուն, նորից փողը տալիս է տանում է շուկա։ Ձևը չի գիտեն։ Այդ մարդը ավելի իր տանդեմը կարգին մորթում միսը հանձնում են, ուզողը կար։ Էլ խետանի բոյն։ Այնա մի անգամից ուրեմն բոյնիները բացեք, որ եթե տանում հանձնում եմ, մարդը կշռի վերցնի անմիջապես փողոցնա ես գնամ։ Վաճառքն էլ թող ինքը կատարի։ Դրա համար առանցները վերած է։ Հա մարդուն ձեր չի տալ այդ ցավը տանեմ 2500 դրամով ծախումը 1500 արդեն տրանսպորտի պետք է տա։ Դրա համար այսօր անաստապահություն էլ չկա, գյուղատնտեսությունը վերանում է, կառուցում եմ Քրիստոսի արձանը։ Տեսնելով որ շատ լավ է, հիմա ամբողջ աշխարհի ուշադրությունը դա է։ Հիմա էլ նոյան տապանն եմ սարքում մյուս այդ, որ մեկ ժողովուրդ հասելու բան ունենա։ Մենք գլուխներս կաղման չգանք։ Մենք մեծ պատմություն ունեցող մարդ ենք, ազգ։ Որ այսօր եթե առաջի քրիստոնեացն են, քանի անգամ եք լսել դա, թե ասենք հերոստացույցով, թե ժուրնալներով, ոչ միտեղ։ Բայց մենք պետք է հպարտանանք, որ մենք ենք։ Նոյան տապանը ինչի համար չենք ասում, որ մենք ենք, մեզից ասես այդ կյանքը։ Չենք ասում, ինչի համար։ Հարցը տալի ասում են ջերմուկից երբ պետք է դրանք գնան։ Ասում է պետք է սովածանան տենանք հələ, սովածանան կեթան ասում է։ Մեր անվտանգությունն է կարևոր։ Հետո նոր սոցիալական այդ մնացած հարցերը։ Հուրքը մեզ հարազատ չի կարա լինի։ Եթե նա հարազատ լիներ, խաղաղությունը պետք է ասեր ժողովուրդ։ Միջադեպը եղե չենք հասկացել, այսօրվանից եղբայրություն, խաղաղություն, հարևան պետություններ ենք, իրար հետ պետք է նորմալ ապրենք, որ կողմից սխալ թույթվեցին կպատժենք։ Բայց նա մինչև այսօր մեր գերիները ընտեղ են, նախագահները, գեներալները ընտեղ են, ու մինչև այսօր թելադրելով էլ, այս պետք է տակ, այս պետք է անեք, այս պետք է անեք, դա ո՞ս կլի խաղաղություն։ Ես ոչ մեկի հասցեին ցեղ չեմ շփոթում։ 25 տարի ես զբաղվում եմ քաղաքացիությամբ, ժողովրդի հետ, չի եղել մի բան խոստամ ու չանեմ։ Ինչ որ ես կարամ անեմ, ասում եմ անում։ Մարդ ինչքան հզոր է, այնքան համեստ է, իմացի։ Այն որ խոսում են, ցեղ են շփոթում, փոքրիկ դադարք մարդիկ են, ասելու բան չունեն։ Ես ձեր բոլորին հարգում եմ, սիրում եմ, իմ ուզածը իմ երկիրը լավ լինի, իմ ժողովուրդը լավ լինի։ Մարդուն Աստված կյանքը մի անգամ տվել է, ծնվելու, ընտանիք կազմելու, բալիկներ ունենալու թորնիկեր։ Ուզում է կյանքի բարիքներից օգտվի, հավաքվեն, ասեն, նշեն, ծնունդ հարսանիք։ Իմ ցանկությունը սա է։ Ես այս երկրում ծնվել եմ, երկրում մնալու եմ, ամեն ինչ արել եմ, անում եմ, ուսանողը ինձ մոտենում, ասում է պարոն Ծառուկյան ջան, դուք ասում եք լավ սովորեք, սովորել եմ կարմիր դիպլոմով ավարտել եմ, կրթությունը ստացել եմ։ Աշխատանք չկա, ոչ մեկ գործ չի տալիս։ Այսինքն հիմա կարմիր դիպլոմով ավարտածին եթե տեղ չեն տալիս, էլ երեխան սովորի ինչ անի ասած։ Ոնց պետք է լինի։ Հիմնական նայում են մինչև ավարտել է 6 ամիս առաջ։ Եթե երեխաները գերազանցիկ սովորում են, պետք է իրենց առաջարկներ ներկայացնեն։ Ավարտեց հետո ցանկանաց այս նախարարությունում, կառավարությունում, վարչությունում, այս տեղերը կան։ Մարդը գերազանց ավարտած երեխա տնտեսությունը զարգանում է գիտության հիման վրա։ Էժան աշխատուժի վրա չի զարգանում։ Արդեն հասուն մարդ է, ամոթ ծնողից փողոցի կամ պետք է գնա շինարարություն, որականով աշխատի, կամ պետք է գնա արտասահման։ Գնաց արտասահման տեղում իրան գրանցումը տալիս են, քաղաքացիություն տալիս են, բնակարան 3000 եվրո էլ փող են տալիս։ Արդեն մնաց այդ մեր հարստությունը, գիտելիքը գնաց ուրիշ երկիր զարգացնելու համար։ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման էր եկել նաև բազմակի ռեկորդակիր Դավիթ Պետրոսյանը։ Հազոր տղենա, քուցավը տանեմ ես։ Էլի ուժեղացել ես։ Հա։ Հիմա ինչ մեքենա ես քաշում, լսա տեսնեմ։ Ուզում եմ ատամներով 3 հատ մեքենա քաշեմ։ 3 հատ։ Այդ երբ են քաշ կազմակերպել, ասա։ Եվ որ օրը չեմ մտածել։ Երբ որ կասի, երբ որ կազմակերպի, անձամբ Ծառուկյանը ներկա կգա։ Պայմանավորվեցինք։ Այո։ Ասա։ Պարոն Ծառուկյան, դուք գիտեք ես ձեր անունն եմ կրում։ Վայ քո ցավը տանեմ։ Ասված քեզ պապան, ցավը տանեմ։ Հզոր մարդ ես դառնալու, սպորտով զբաղվում ես։ Ոչ, ես երգիչ եմ։ Կարած երկես, հələ երկի տեսնեմ։ Աշխարհին կուզեմ սրտան, ցոքուս խոսքը երկով ասեմ։ Երջանիկ եմ, որ փառապան սիրված պապիս թորնիկն եմ։
Մանկությունից ունեմ պապուս հետ անսահման քաղցր հուշեր Նրա տված բարի խրատները չեմ կարող չհիշել Ապրես։ Դու մեր երկը Սարուկանին ուր գալ, ասա։ Անձամ ես եմ քեզ զանգելի ուրավինեմ։ Պայմանավորեցինք։ Շատ է երազում, որ ձեզ անձամբ տեսնեմ։ Այ, Շատ ուրախ եմ։ Խնդրում եմ ձեզ բոլորին։ այ։ Իմ տունը մի հատ սուրճ խմենք։ Եթե չեկա կնեղանամ։ Մետաճիկով էս հայերս Հեսա հենց հիմա գամ, հենց հիմա մեծ Պրոբլեմ ուրախ։ չկա։ Շնորհակալ ենք պարոն Ծառուկյան, Ես որ եմ շնորհակալ։ դեր ժամանակը խնայեցիք եկաք մեր գյուղ։ Ոչ թե ասեմ կազմակերպեք, որ մի անգամից հիմնական Արարատի մարզում մեծ հավաք լինի, մի 5000-10000 մարդ կամ մի 3 նախադասություն ասեմ այս անգամ ես տենց հանդիպումներ չեմ ուզում։ Ես ուզում եմ ժողովրդի հետ անմիջական շփում, խոսակցություն, հարց ու պատասխան, որ մարդիկ իմանան Ծառուկյանը արհեստական մարդ չի, բնական իրական մարդ է, ձեզնից մեկն է։ Համ հասկանում է, համ տիրապետում է։ Ցանկացած հարցի շուրջ։ Մեր նման մարդիկ տենց էլ ընդունում են ձեզ։ Ձեր ցավը տանեմ, շնորհակալ։ Հաջողություն ձեզ։ Շնորհակալ եմ։ Շատ ուրախ եմ, Ծառուկյան, երազակս կատարված։ Պարոն Գալուտյանի 44-րդ պատերազմի հերոսն է, մասնակցել է կռվին։ Այդ արեկանս։ 24։ Ամուսնացած ես։ Խիբա։ Փոքր ամուսնացել։ Չէ, դու ժամանակ անձով էլ աղջիկ տվող չլինք ես, դրա։ Ճանենք, հա։ Եկեք, պարոն Ծառուկյան։ Զգացված եմ։ Ես իմ ազգին շատ հարգում սիրում եմ։ Լաքը ձեզ Թող ենք միշտ սիրում։ մենք ուրախ առիթներով հանդիպենք, կնունք, ծնունդ, հարսանիք, ուրախություն ու խաղաղություն որ լինի։ Դավերի քոջախը միշտ ուրախություն, երջանկություն, կնունք, ծնունդ, հարսանիք։ Եղավ, պարոն Ծառուկյան, տալս է։ Շատ ուրախ եկել եմ ձեր հետ խոսելու, լսելու, հարցերը բարձրացնելու, ես գիտեմ, այսօր վիճակը սաղ պարտքի տակ, վարկի տակ, խեղճացած, կոտրված, մտքերի մեջ, մոլորված չգիտի ինչ անի եղբայրը։ Երիտասարդությունը ուզում է երկրից գնա, լավ ուրիշ չի գնում։ Հիմա հանդիպել եմ ձեր հետ ձեզ լսելու։ Ինչ կա ժողովուրդ, ասեք ես։ Ձեզ որ տերում ենք շատ ուրախ ենք, պարոն Ծառուկյան։ Այս մեր երկու համայնքը հիմա գարնանային այս աշխատանքների կապակցության հիմնականում տեխնիկայի խնդիր է, որ չունենք։ Ասֆալտ են անում, ես ինչ եմ բարձրացնում։ Չի լինում հնարավորություն, որ իրանց հետ հանդիպենք։ Այսօր ունենցա, որ կարող ենք մտնենք ազգային ժողով դուր թակենք, ասենք մենք այս մեր գյուղացիներով այս խնդիրն ունենք։ Էսա մեզ պետք է նա պետք է։ Ընտրությունից ընտրություն են հիշում, պարոն Ծառուկյան։ Շատ լավ է, որ մենք ձեզ հանդիպել ենք, մեր ձայնը բարձրացնում ենք երկու համայնքի կողմից եմ ասում։ Բայց չէ չեն գալի ձեր այդ զրուցում ինչ ապել ժողովրդի։ Նախարարը, գյուղնախարարը, եթե գա բարձրաձայնենք, բայց ոչ կա ոչ չունենք, այո։ Դրա համար ձեզ ենք ասում։ Պետք է գյուղացուն ֆինանսավորվի, որ պետք է համարժեք իր հողի չափով։ Այդ բոլոր հնարավորությունները պետք է գյուղնախարարություն լինի, որ սաղ կարգավորի։ Գյուղնախարարություն չկա։ Ում պետք է գնա դիմասա։ Որ այսօր պարարտանոց չկա, մեխանիզմ չկա, սիլիտրա չկա, ընդունման կետ չկա, ինչ անի։ Դա համար կեսը չեք մշակում, ճիշտ է։ Թողած է։ Երիտասարդություն ուզում է անի, բայց հնարավորություն չունի։ Ծառուկյանի սիրտը ցավում է, որ իր ժողովուրդը այս խեղճությունից դուրս գա, այս վարկի ու պարտքի տակից դուրս գա, որ երեխաները չթողեն երկրից գնան, երկիրը դադարվի։ Ինչի՞ մը խմելու ջուր չունենք։ Ունենք, բայց անորակ ջուրը։ Արտիզան ջուրը, այո։ Արտիզան ջուրը էլ կարելի ասել, հա։ Գառնա ջուրը յուղով անցնում է, բայց մենք չունենք։ Արևան յուղից են գնում խմել համար ջուր բերում։ Շատ խնդիրներ ունենք, շատ խնդիրներ։ Խմելու ջուրն է, մնացած բոլոր հարցերն է, աշխատատեղն է, վարկերն է, թոշակներն է, պարտքերն է, առողջապահությունն է։ Այսօր այս վիճակին հասել ենք սխալ կառավարման շնորհիվ, որ այսօր գրեսել, դիմեցել կարող 6 ամիս պատասխանը չկա, ոչ մեկի վեճը չի։ Իմ համակարգում չկա տես բան, չեմ կարա կամ ածածը տեղում չկատարել։ Եթե վարձավճար ստանում աշխատում է, նա պարտավոր է աշխատանքը 5-ի կատարել։ Դուք գյուղով մեկ պետք է լինեք, մի մարդու պես գյուղ կայնի գերանքը կոտրի։ Հարցադրումը սա է մեր խնդիրը։ Ուզում է իշխանություն լինի, ուզում է անդիմություն լինի, ով ուզում է լինի։ Այս խնդիրը ով է կարգավորում, կարա կարգավորեք։ Թե չէ, որ չեն կարգավորում, ով է մեղավոր, որ դուք իրար կողք չեն կարգնում, ով է մեղավոր։ Դուք մի մարդ պետք է լինեք, իրար հետ քննարկեք, իրար հետ որոշեք, իրար հետ պահանջեք։ Մի գործ է ձեռնարկե, որ ամբողջ աստուծանախոսում դրա մասին։ Նկատի ունեմ
համալիրի Քրիստոսի համալիրի համար։ Դա համար խորին շնորհակալություն եմ հայտնում ամբողջ համայնքի կողմից։ Լավ եղեք, լավ առիթներով հանդիպենք։ Երկի թող խաղաղություն լինի, մեր ժողովուրդն էլ թող այդ մեջքը կարողանա ուղղ այդ խեղճությունից դուրս գալ, այդ ցավը տա։ Շնորհակալություն, ստեցություն դες։ Ունեք Թողեք տալ կպատասխանեմ։ Ես մի հատ կարծիք ունեմ։ Մարդ որ կարում է միջնորդի, հովանավորի, քաջալերի սպորտին, ուրեմն այդ մարդը սկսում է մարդուն կրթել մանկուց։ Ես ձեր այդ տեսակը հարգել եմ 30 տարի առաջ ու հարգում եմ հետս կտանեմ այն աշխարհ։ Ես մի քանի օր առաջ մեկ այդ մտքերի փոխանակում էինք անում, ասում եմ այդ մարդը ուխտ էր կապել 7 հատ եկեղեցի սարքել, սարքեց։ Մնաց, մեկ էլ ասեց Քրիստոսի արձանն եմ սարքում։ Մնաց, հիմա էլ ասում է հայ մոր արձանն եմ սարքելու։ Այս ամեն ինչը մենք տենում ենք, դուխավորվում ենք։ Այո, եկեղեցիներ, Քրիստոսի արձան, հիմա Նոյան տապան, որ էլ դա մերն աշխարհում եք, բոլորը պետք է իմանան, որ մարդկությունը Հայաստանից է, ոնց որ առաջի քրիստոնեազն ենք, մարդկությունն էլ է Հայաստանից։ Այ մի անգամ հեսա որ տակերն կազմակերպի, եկեք ձեր տարածքով, մի հատ քար դրեք, աղոթքը շուրցերի նպատակ պայեք, անպայման իրականություն կդառնա, որ գաք կզգաք այդ հզորությունը։ Երբ որ ցանկանա զանգի անձամբ ես կդիմա, ես ամեն օր սալ բարձրանում եմ, ընդ աշխատանքներին հետևում։ Հիմա ես այսօր պարզ հասկանում եմ, որ մեր երիտասարդությունը տանում են դեպի նարկոտիկ, ամեն շենքի, ամեն պաձեստ իր դեղի վաճառքը ունի, ամեն գյուղի, ամեն փողոց իր դեղ ծախողը ունի։ Մեր երեխեքին փչացնում են, մեր երիտասարդությանը բթացնում են։ Բոլորին հանել են մեկը մեկի դիմաց։ Այո, մենք պետք է ունենանք ուժեղ երիտասարդություն, որ պարապեն։ Այսօր ես հատուկ ստեղծել եմ խումբ երիտասարդների եւ սպորտսմենների, որ պետք է պայքարենք թմրամոլության դեմ։ Այսօր դա չարիք է։ Այսօր ծնողը անհանգստանում է, բայց որ մենակ դա իմ բանը չի երիտասարդը։ Այսօր ծնողներն էլ, ուսուցիչներն էլ, պետությունն էլ պետք է դրա դեմ պայքարի։ Դա չարիք է, դա վերջացնում է ամեն ինչը, դա սրբություն ամեն ինչ վերացնում է։ Ես երկու աղջիկ ունեմ, տղա ունեմ, վախենում եմ։ Չես չգիտեմ այդ երեխու վերջիշ կլի, թող դառնա զինվոր հետաքրվի, թող զոհվի, թող վիրավորվի, ես էլ հետը կգնամ, բայց իմանա սկզբունքի համար, ինչի համար։ Հիմա տղա չունեն դա։ Չէ։ Ուրեմն պարտադիր պետք է ունենաս, որ այդ գեները շարունակի ծուխը ծխի աղջիկներին էլ թևոթիկուն լինի։ Դաժե մեկի տեղ երկու հատ պետք է ունենաս, որ 10 տարի գնամ Սուրբ Հովանես, ձեր օրինակին հետևել։ Քո ցավն էլ տանեմ, անպայման իրականություն կդառնա։ Ես հասկանում եմ, գիտակցում եմ, այսօր իրոք հայը իր ապրածով, իր պահվածքով, իր ադաթով, ավանդույթով տարբերվում է աշխարհի բոլոր ազգերից։ Դա պետք է պահենք, պահպանենք, դա մեր հպարտությունն է, դա մեր պատմությունն է, դա մեր կենսակերպն է։ Այսօրվա անելիքները դժվար ու ծանր են, եղբայր, բայց ցանկացած խնդիր լուծում ունի։ Դրա համար այսօր ես հատուկ անձամբ ոչ թե կազմակերպել եմ 5000 հոգի հավաքեք ընդհանուր Արարատի մարզը մի հատ, արմավիլա, այլ ասեմ ես ուզում եմ իմ ժողովուրդը շփվեմ, լսեմ այդ մարդկանց, ու լսելով քոպես մարդիկ իրոք հայրենասեր, նվիրալ, ընտանիքի հայր, հայրենասեր ադատով ավանդով ավելի ոգևորում եմ, որ ամեն ինչ դեռ կորցրած չի, ամեն ինչ արջևում։ Ձեզնից մեկն էլ ես եմ։ Այո, ես այսօր ինչ-որ բան չունեմ անելու մի բանի հասնելու, բայց էս էլ բան չի, եղբայր ջան, պետք է ազգովի լավն են։ Դե ասեք տեսնեմ, ինչ հարց ունեք, ասեք պատասխանեմ, իմ տեսակետը հայտնեմ ձեզ, ասեք։ Ես ասեմ, պարոն Սարոյան, ասեք։ առաջնահերթ մեզ պետք է գազը վերանորոգեն, գազը քաշենք։ Այս 4 տարի տրուբաները քաշածա գազ չունենք։ Տրուբակա գազ չկա, է։ Լինաները քաշածա տները չէ։ Բա ինչ հատիմել եք, ի՞նչ է պատճառը։ Ում դիմե քաղաքապետարանին անցյալ տարի ասել եմ ասում չեմ կարապատա։ Շուտով կլի։ Եթե գազը քաշածա, պետք է նախատեսված լինի, որ գազը միացնեն։ Իրանց հարցը։ Հարցն եմ իրանց, ես պատասխանեմ, ի՞նչ է պատճառը, խնդիր չկա։ Հենց այսօր քեզ կպատասխանեմ, դու ժողովրդին տեղակ կպահես։ Եղա, պարոն Սարոյան։ Հենց այսօր պետք է մեր պետությունը, մեր ժողովրդի համար կառուցել տներ։ Այն գումարը, որ Հայաստանը տրամադրում էր Ղարաբաղին տարեկան 400 միլիոն, երկու տարվա գումարով 25000 բնակարան կկառուցվեր, 50-ից 60 քառակուսի, որ լիարժեք կտրամադրեր մարդկանց, կասեր ես գյուղում, ես տարածքում քու բնակարանն է։
ով քաղաքից էր Ստեփանակից էր քաղաքի շրջակայքում։ Կարելի էր կառուցել, մարդկանց ցուցակագրել, տները բաժանել, մի հատ էլ որոշում կայացնել, որ այս տները իրավունք չունեն 20 տարի վաճառելու։ Սա տրված է ձեզ որպես մեր հայրենիքից, որ դուք բնակվեք։ Չլուծվող խնդիր չկա, հայրիկ։ Հավաքվեք գյուղով, իրար կողք կանգնեք, նայեք, խնդիրը կարգավորեք, ապրեք, չչարչարվելով ոչ մի բանի չես հասնի։ Ոյ վերևից բաներ ոսկի չի թափելու, ցավը։ Դրեք պահանջեք, եղբայր ջան։ Նախարարությունը բացեն, թող պատասխանատուն գա, թող ժողովրդին առանց տոկոս վարկ հեկտարի չափով տրամադրի։ Ոչ թե տոկոս դնի վրան անտոկոս, որ դու աշխատես քո տունը պահես, երեխան չգնա երկրից։ Ունենք լիքը տղաներ, որոնք սեր ունեն սպորտի հանդեպ, բայց ոչ բոլորը հնարավորություն ունեն, օրինակ գնալ կողի քաղաք Մասիսում, օրինակ զբաղվեն սպորտով։ Զարուկյանը սպորտի մարդ է, որը սպորտը բարձրացրել է, որ այսօր կարող է հայ ազգի պատիվը բարձր պահեն, որ այսօր բոլոր ոլորտներով աշխարհում, Եվրոպայում օլիմպիական մեդալներ են բերում։ Իմ նպատակը հենց երիտասարդներ, որ փողոցից կտրվեն։